Եթե ես քեզ ասեմ, որ Հունաստանի ամենաիմաստուն մարդը գրքեր չի գրել եւ նրա գաղափարների մասին իմացել ենք ուրիշներից, կհավատաս։ Այո, կար այդպիսի մարդ, եւ նրա անունը Սոկրատես էր։ Սոկրատեսը ապրում էր Աթենքում, փողոցներում, շուկաներում, մարդկանց հետ խոսելով։ Նա համալսարան չուներ, գրքեր չէր գրում, բայց դարձավ այն մարդը, ումից սկսվեց ամբողջ արևմտյան փիլիսոփայությունը։ Նա չէր տալիս պատրաստի պատասխաններ։ Նա անում էր ավելի վտանգավոր բան, ստիպում էր մարդկանց մտածել։ Սոկրատեսը միշտ հարցնում էր. ի՞նչ է արդարությունը, ի՞նչ է բարությունը, ի՞նչ է երջանկությունը։ Դու դա գիտես, թե ուղղակի հավատում ես, որովհետև այդպես են ասում։ Եվ ամենակարևորը, նա ցույց էր տալիս, որ շատ մարդիկ վստահ են իրենց վրա, մինչ սկսում ես հարցեր տալ քեզ։ Նա ասում էր. միակ բանը, որ ես գիտեմ, այն է, որ ոչինչ չգիտեմ։ Եվ հենց սա էր նրա ուժը։ Նա բաց էր անընդհատ սովորելու համար։ Բայց սա նաև պատճառ դարձավ, որ իշխանությունը նրան վտանգավոր համարի։ Նրան մեղադրեցին երիտասարդներին փչացնելու եւ աստվածներին չհարգելու մեջ։ Սոկրատեսը կարող էր փախչել, բայց չփախավ։ Նա ընտրեց հետևողական լինել իր սկզբունքներին մինչև վերջ։ Սոկրատեսը մահացավ, բայց նրա գաղափարը ոչ։ Եվ գուցե այսօր հարցը սա է. դու ապրում ես պատրաստի պատասխաններով, թե համարձակվում ես ինքդ քեզ հարցեր տալ։ Մտածի սրա մասին։ Եթե ես քեզ ասեմ, որ Հունաստանի ամենաիմաստուն մարդը գրքեր չի գրել եւ նրա գաղափարների մասին իմացել ենք ուրիշներից, կհավատաս։ Այո, կար այդպիսի մարդ, եւ նրա անունը Սոկրատես էր։ Սոկրատեսը ապրում էր Աթենքում, փողոցներում, շուկաներում, մարդկանց հետ խոսելով։ Նա համալսարան չուներ, գրքեր չէր գրում, բայց դարձավ այն մարդը, ումից սկսվեց ամբողջ արևմտյան փիլիսոփայությունը։ Նա չէր տալիս պատրաստի պատասխաններ։ Նա անում էր ավելի վտանգավոր բան, ստիպում էր մարդկանց մտածել։ Սոկրատեսը միշտ հարցնում էր. ի՞նչ է արդարությունը, ի՞նչ է բարությունը, ի՞նչ է երջանկությունը։ Դու դա գիտես, թե ուղղակի հավատում ես, որովհետև այդպես են ասում։ Եվ ամենակարևորը,